Ժամանակ ոնց Աբեն Գրիգորյանը մահացավ։ Մեր ջան, կներես ես չեմ կարա չարտահայտվեմ։ Այդ նույն ընդունողը ասենք հասկանում է, եթե Արսենի հետ բան եղավ։ Իրանից ուրեմն պետքա պահանջենք Արսենի։ Եթե պատերազմի ժամանակ մենք չենք կարող պահանջենք որևէ մեկից, չորեն մենք հիմա եկել ենք հավաքվել ենք այս խաղաղ ակցիան, ասենք ոնց որ դրթեն դու ինչ որ մի բան անես, փնթի գործով տանենք քեզ կալանավորեն։ Մեզ անիմաստ բաների հիման վրա ասենք, այդ նույն հանցագործությունը ես եմ եղել, Հովոն ա եղել, մենք եկել ենք այն ժամանակ, երբ որ ծնողները գետին են եղել։ Ասենք, եթե դու տնաս քո հետի հարց տվողի, քո հետի ցավը տանողի, այդ որ ցավը իր հետ կիսում ես տնաս գետինն է, պետք է գնաս պաչես այդ ոստիկանին։ Գետնին ընկած ծնողներից կան հենց հիմա այստեղ։ Կան մարդիկ, ովքեր որ ասենք հենց այդ օրը ազատ են արձակվել։ Նույն Աբիջանը։ Ինչ, իրանց սպառնացել են, որ հանգար չգաս, Արսենի համար չպայքարես։ Չհասկացա, երեխու տայրան կանչը ավելի կարևոր է, քան թե ինչ-որ սպառնալիք, թե մեզ չեն սպառնում։ Թե մեզ Արմենին է տարան 2 ամիս փագին։ Ինչ համար մենք դդում քյաչարի համար։ Սաղ նստած փափուկ աթոռներից խոսում են, բայց գործողությունը արել է ամեն ինչը, եթե մենք ունենք Եռաբլուրի ինչ-որ այդ X անհայտները, եթե կան այդ ծնողների շնորհիվ է, ոչ թե պետական մակարդակով։ Կան շունշանգյալներին, որ տարան սարքին վարչապետի օգնական թուլիպեսը միասին են նամեստը, սիձեց ու ասում եմ, Իսախանյան Գագիկ, սիկտիր կլնես, այս պահանջատեր ծնողներից մեկը կգա նստի քո պաշտոնին, որ լուբոյ ծնող իրավաս ունի, կանա մտի պաշտպանության նախարարություն, ունեն անձեռնամխելություն, որ կանա լուբոյ իր երեխու հարցով դիմի, ոչ թե տանեն վերբավա տանեն, սարքեն շուն, մի հատ թրաշները եսի մի չեն շինում, դավայ, հետևիցս արի գնանք, չէ։ Ինչ էլ եղավ Սաղասը մեռնելու ենք եթանք են աշխար։ Էստեի դատավոր այդ Մասիս Մելքոնյանը, ով ախիա, Սաղասը հասկանում եք ժողովուրդ ջան, ով պարքարում է իր հայրենիքի համար, իր սրբությունների համար, էլի սրբություն, կողրջեն, որ հասկանանք ինչ է կատարվում։ Ներողություն եւս մեկ անգամ հստակեցին, այսինքն Պաշտպանության նախարարության շենքի մոտ եղել են ծնողներ, որոնք միջադեպ այդ քաշքշուկի զանգի ասել են, որ այդ ծնողներին տշում են։ Հիմա այդ ծնողներից եղել են անձիկ, որոնք գնացել են իրավապահների մոտ եւ նրանց սպառնալիք է եղել, որ չգնաք մասնակցել։ Սպառնալիք չունի նույն հետի, ասենք կալանավորվողը, եթե ես ու դու լրագրող ենք, հրավիրում են, չէ՞ դու ասում ես, երեխեք, ասես նյութկա եկեք, չէ՞։ Եթե չսպառնան մեկիդ, ասեն տեսել են գնացել եք ընդ բան եք հրապարակե, Բարսերևը որ խոսքի ազատության կանխում է սա։ Ինչ Արսեն Ղուկասյանը ումա կոպալ է, ումա խփե։ Ես չեմ ուզում այլևայլություն անել, որ ասեմ իմ ընկերոջ հետ, իհարկե տղամարդ ենք կարա նստի։ Մենք չենք լացում, վախում ենք, վայ Արսենի սռոկ են տարել։ Մեր համար դա ավելի շատ հանգիստ է, քան կալանավայր։ Բայց այնքան պիղծ է, որ կարան Էնձևի բան սարքեն, ասեն ատկազանի։ Հիմա այդ ապարատը դրած ֆակտ երևում է։ Այդ օրը բրբրթելու հիմա առավոտը վատացե Արսենը։ Համ ինչև է ասենք ներս մտնել հանդիպումը որ եղավ։ Ու եթե հանդիպումը կարա լիներ։ Ինչի այդ հրահրոցին սարքեցին։ Երբ որ սեպտեմբերի 27-ին այդ ամեն ինչը նախապես պայմանավորված էր, չէ՞, եթե չէր լինելու հանդիպում, թող մինչև վերջ չլիներ։ Ոնց եղավ հանդիպումն եղավ, հանդիպեցին, զրուցեցին, ասին ու դրանից հետո մեկ է հոп իմացա որ Արսենը բանը հանցագործ է, տրուբով, ձեռնափայտը տրուբայա մեկնաբանվում։ Մեկ է խնդրեմ, ասենք Հայաստանի Հանրապետությունում, եթե կան թուրքեր, ֆինանսավորում են ֆեյքերին ու անիմաստ բաներ են գրում, ժողովուրդ, Արսենն էլ անկուսակցական, ծնողների մեծ մասն է, բայց այսօր անճար ենք մենք, ես եմ անձամբ մեր ընդդիմության տղեկին խնդրեմ, որ գան ներկալն են, որովհետև իրանք հասանելի է, ազգային ժողովում կարան բարձրացնել այս հարցերը, որ ինչ եք ուզում այս մարդկանցից։ Եռաբլուրում քաշ տվիք, ուր դե հաստում խփում եք, ինչ եք ուզում։ Մենակ մեր երեխեքը չպետք է ծառայեն։ Ուրա, եթե մի հատ կառույցի ղեկավարի երեխա անհետ կորացներ, ինքը ինչ պետք է աներ, հա կարող է կոպեկներով տենց առնել, էլի հարց չկա։ Բայց հերիք է։ Ասենք մենք Արսենին մատաղ չենք անելու, աննա որ մատաղանում սաղին կանչում է վեդրոներով այդ մատաղի ջուրը լափելու, թող հիշեն իրանք ինչ են հողարկավորել, մասունք, թե ինչ։ Թող իմանա որ իրանց երեխեքին մատաղ են արել։ Այս նույն իրանց մատաղ հյուրասիրողները, իրանց խիղճի իրանց վրա։ Ես չեմ վախում, ես քաղաքականություն չեմ տանում։ Ես այն մարդն եմ, ծնողներ կան, որ տեսել են ես չոքած, կտոր սուրբ մասունք եմ հավաքել։ Հետո ինչ եղավ այդ սուրբ մասունք, Աբովյանի ռեֆրեժատորներում վրոցի պտիլներ, մեկ է տենում ես տակ, 30 ջերմաստիճանի տակ այդ մարմինները դրած է, իրանք ժամանակ են ձգում, ով խոսում է, պարալիզացնում են, ուզում է թե ինձ է պարալիզացնեն։ Մեզ, մեկա Սաղասը մի օր այս աշխարհից գնալու ենք, բայց արդյունք ենք ուզում ունենանք, ես Եռաբլուր գնալուց ինձ սրիկա եմ զգում։ Մեղավոր եմ զգում, բայց այնքանով բան որ գոնե երեխեքը շիրիմ ունեն,
իրանց ծնողները խնկարկում հանգստանում են, հանգիստ չունի ծնողը։ Ասենք նայեք Արսեն Ղուկասյանին, որ Սակի հետ նկարը ունի, որ իր կալանավորման օրը վերջին օրն ա եղել, որ Սակին տեսել է։ Նայեք Արսենի դեմքը ու նայեք 5 տարի հետո։ Կամ ինձ նայեք, աղբորս դե Լուբոյ ծնողի նայեք։ Չէ, ասենք մենք պիցայակեր ենք, 5000 դրամանոց ենք, մենք պայքարում ենք նամուսի ու թասիբի համար։ Էդ է իմ ասածը։ Իսկ մատաղ լափողները թո էթան լափ են, որ չեն հասկանում մատաղի սրբությունը, թո էթան իրանք այդ մատաղը լափ են, իրանց խիղճի իրանց հետ։ Ես չեմ դատում ոչ մեկին։ Ես էլ անսխալ մարդ չեմ։ Բայց այն որ այս պետությունը ինքն է ուզում հիմնավորի, որ իրանք են այդ ամեն ճանապարհով անցե, մի օրով եկան որոնողական մենք ենք մտցրել, ասենք մտեք դուք ձեր աշխով տեսեք, ամեն մեկը միտը դեսպան է։ Ես իրանց դեմ բան չունեմ այդ դեսպանության։ Հա պետք է ունենանք դեսպաններ, պետք է ունենանք, բայց ասենք ունենանք իրականություն, չխաբեն ծնողին։ Ասենք հայ համար մեր ծնողը սրբություն է։ Ես կարամ ընկերներ ձեռք բերեմ, բայց ծնողը ձեռք բերովի չի։ Աղբերդ է ձեռք բերովի չի։ Էդի Աստծո տված պարգև է, հերիքա պղծեն, հերիքա ասենք ես չեմ շեղվելու Արսենից, ասում եմ, կարան մեր 10-ին կալանավորեն, Արսենին թողեն։ Կարան քիչ ինչ ասես անենք, ամեն ինչ կարան կանենք։ Բայց ես ավելի շատ վախում եմ, որ ներսը Արսենի վտանգ չսպառնա, ասում եմ, ամեն բան կարամ անեմ։ Բայց մեզ պետք չի, որ մենք աշկի տեղը ունքը հանենք։ Մենք պետք է արդեն խելացի գտնվենք, մի հատ ազգը թող հասկանա իրականում ինչ անում։ Այսօր մեր հետ ա եղել, վաղը ձեր հետ ալել, նես չի դուք անձեռնամխելի եք, նես չի դուք հրեշտակ եք, մենք է սատանեկն ենք։ Ընտրեմ, եթե դեմ կա ծնողներ ջան, կարակ եթանք ասենք մեզ կանանավորեք աղբի ջան, այդ մարդու առողջականով թողեք, 11-ի դեմ։ Մի ձևակերպում էլ հստակ անեմ, ըստ էության